Բարև ձեզ, կներկայանաք, կասեք ինչ ակցիա եք իրականացնում, ինչքան ժամանակ է որ այստեղ եք եւ ինչքանով է ձեր պահանջները բավարարվել այսքան ժամանակ։ Բարև ձեզ, Հայկ Արմենի Դորունց, քաղաքացի, շարքային քաղաքացի, հանդես եմ գալիս քաղաքացիական նախաձեռնությամբ, կոչով ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչներին միավորվել սահմանադրական փոփոխությունների շուրջ, որը որպես հետևանք կարող ունենա թե այս իշխանությունների հեռացումը, ու ինչը շատ ավելի կարևոր է ինձ համար, նմանի վերարտադրության անհնարինությունը, ինչի նկատի ունեմ սահմանադրական փոփոխություններ ասելով, մի անձի իշխանության, մի անձի լիազորությունների հնարավորությունների սահմանափակում, որը երկրի ղեկավարը այսքան մեծ լծակներով ու հնարավորություններ օժտված չլինի, ու այդ կոնտեքստում չեմ բացառում, որ հաջորդ եկած որևէ իշխանություն կարող է նույն սխալները գործել կամ դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ նույն արավիրքի առաջ կանգնեցնի մեզ, ու հենց այդտեղ եմ համարում այն մեծ ապաթիայի պատճառը, որ ժողովուրդը չի ցանկանում որևէ մեկի շուրջ համախմբվել ու որևէ մեկի հետևից կամ որևէ թիմի հետևից գնալ։ Սահմանադրական փոփոխությունների շուրջ համախմբումը դիտարկում եմ որպես հնարավորություն քաղաքական ուժերին կոնսոլիդացնել ժողովրդին, անգամ եթե իրենք չեն միավորվում մի թիմի մեջ, բայց միևնույն ժամանակ, երբ որ տարբեր անգամ հարություն չեն հակառակ դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերը խոսում են միևնույն բանից, դա մեծ հնարավորություն կարա ստեղծի իրենց հետևորդներին եւս խոսել այդ թեմայից ու խոսելու բան ունել առհասարակ իր հետ։ Իսկ այսօրվա քաղաքական դաշտը որպես այդպեսին կազմավորված է մարդկանցից, այն մարդկանց մասին է խոսքը, ովքեր իրենք ձգտում են իշխանության։ Կազմավորված է մարդկանցից, որոնցից յուրաքանչյուրն իրեն համարում է ամենաազնիվն ու ամենախելացին ու ցանկություն չունի որևէ մեկի հետ համագործակցելու, քանի որ մնացած բոլորին համարում է ծախված, անազնիվ ու անայրենիք։ Այդ կոնտեքստում հավանականությունը, որ ժողովուրդը կարա համախմբվի ինչ-որ հարցի շուրջ, շատ քիչ եմ հավանական համարում, ու ես որպես շարքային քաղաքացի ես սկզբից ներկայացա կոչով եմ հանդես գալիս, կարող եմ նաև ձևակերպել պահանջով եմ հանդես գալիս այդ ընդդիմադիր դիրքերից եկող քաղաքական ուժերին, ովքեր իրենք ձգտում են վաղը գալ իշխանության, ոչ միայն հանդես գալ են ձգտում են մտքերով, են տեսակետներով, թե ինչքան վատն է այսօրվա իշխանությունը կամ ինչքան վատն է Նիկոլ Փաշինյանը, ով իր մասին վատ կարծիք ունի, արդեն իսկ թվում է իր կարծիքը հասցրել է կազմավորել, այլ հանդես գալ կոնկրետ ծրագրով, թե իրենք գալու դեպքում ինչ են անելու։ Այսինքն շեշտը դնեն ոչ թե նրա վրա, որ այսօրվա իշխանությունը կամ Նիկոլ Փաշինյանն է վատը, այլ որ իրենք գան ինչով են տարբերվելու իրենց քաղաքականությունը։ Պլյուս գումարած շատ կարևոր է նաև ոչ միայն այն, թե նրանք ինչ ծրագրով են գալիս, ես մի մակարդակ ավելի բարձր այդ հարցից դնում եմ նաև այն հարցը, թե իշխանության գալու դեպքում իրենք ժողովրդին ինչ լծակներ են տալու, եթե իրենք իրենց խոստումները չկարողանան կատարել։ Այսինքն դա է իմ համար ամենակարևոր առանցքային հարցը ու տեղ եմ համարում այն մեխը, որի պատասխանի արկայության պարագայում հնարավոր կլինի ժողովրդի մեջ ինչ-որ մի բան արթնացնել։ Հարցերով եմ հանդես գալիս առանցքային հարցեր, որոնց նպատակը հենց դա է, 6 կետից բաղկացած ընդհանուր միտքը կանում է նրանում, թե որտեղ է երաշխիքը, որ դուք գաք չեք խաբելու, որտեղ է այն սահմանը, որից այն կողմ դուք կհասկանաք, որ այլևս ի վիճակի չեք կատարել ձեր խոստումները եւ ինքնուրույն հրաժարական կտաք, կամ հրաժարական չտալու դեպքում ժողովուրդը, ով որ կարա դժգոհ լինի ձեզանից, ինչ լծակներ ունենալու վաղը ձեզանից պատասխան պահանջելու։ Միևնույն ժամանակ հանդես եմ գալի օրակարգով, իմ պատկերացրած օրակարգով, որը քննարկելի է անշուշտ, բայց այդտեղ եմ պատկերացնում այն երաշխիքը, որի պարագայում այդ լծակները կարան ստեղծվեն, ինչի նկատի ունեմ, խորհրդանում սահմանադրական մեծամասնության բացառում օրենսդրական մակարդակի վրա առանձին վերցած որևէ քաղաքական ուժի համար։ Այսինքն որևէ կառավարություն պետք է ձևավորվի կոալիցիոն ձևով, բայց այդտեղ մեխը ոչ թե ինքնին այդ կոալիցիոն կառավարության ձևավորումն է, այլ այն, որ անգամ այդ կոալիցիոն կառավարությունը իր հերթին սահմանադրական կարևորագույն պաշտոններում մարդ նշանակելու հնարավորություն պետք է չունենա, այն է դատախազ, դատավորներ, ՄԻՊ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եւ այլն նմանատիպ պաշտոնների մասին է խոսքը։ Դրանով համարում եմ հավանական դատաիրավական համակարգի որոշակի կազմավորում պետական մակարդակի վրա ու հենց այդտեղ եմ համարում հնարավորությունը, որ օրվա երկրի ղեկավարը հնարավորություն չի ունենա անի այն ամեն ինչը, որ անում է այս իշխանությունը կամ այս կամ այն ձևով արտահայտված արել են նախորդ իշխանությունները։